Իսկապես, երբ խոսում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի մասին հաստատված խաղաղության մասին, մենք պետք է հասկանանք, որ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, օրինակ, երբ դա վերաբերում է փոխկապակցվածությանը, մենք պետք է հասկանանք, որ խաղաղությունը հաստատված է, հռչակված է, պայմանագիրը խաղաղության նախաստորագրված է, բայց այս ամեն ինչով հանդերձ մնում են հարցեր, որոնք դեռ ենթակա են կարգավորման եւ օրինակ մեկը կնշեի հենց ձեր բարձրացրած հարցը քաղաքացիների միջև հարաբերությունները, քաղաքացիների միջև կապերը, երկու հասարակությունների միջև կապերը եւ նաեւ պետք է ընդունենք եւ այս մասին բարձրաձայն ասել է պետք, որ այդ հաշտեցումը ժամանակ է պահանջելու, այդ հաշտեցման կարիքը կա, բայց այս պահին ամբողջական, այսպես ասած, հասարակությունների մտավոր, հաշտեցման բացակայությունը, ամբողջական հաշտեցման բացակայությունը, նաև օբյեկտիվ է, նաև պայմանավորված է հոգեբանական խորը տրավմայով, որ հասարակություններ ունեն, վերքերով, որոնք դեռ շատ թարմ են եւ հաղթահարելու խնդիր կա եւ ժամանակ է պահանջվում եւ այս առումով քաղաքացիների միջև կապերը, այդ թվում եւ քաղաքացիական հասարակությունների միջև կապերը եւ շփումները շատ կարեւոր են։ Այդ պատճառով այդ կապերը մենք ուշադրություն ենք դարձնում դրան, մենք հասկանում ենք նաեւ Ադրբեջանի ընկալումն է այդպես օրեր առաջ տեղի ունեցան քաղաքացիությունների շաբաթներ գուցե առաջ տեղի ունեցան քաղաքացիությունների ներկայացուցիչների միջև հանդիպումներ Հայաստանում, հենց հիմա այս լսարանում ես որքանով տեղեկացված եմ ունենք լրագրողներ կամ փորձագետներ Ադրբեջանից այդպիսի միջոցառումներ պետք է լինեն Ադրբեջանում, պետք է ներկայացուցիչներ լինեն Հայաստանից եւ միայն սա է ճանապարհը այդ երկխոսությունը զարգացնելու նաեւ հասարակությունների միջև։ Ինձ ամենայն դեպս այլ բանաձև հայտնի չի, ենթադրում եմ մենք եւ Ադրբեջան առաջի երկրները չենք, առաջի ժողովուրդները չենք, որ կոնֆլիկտից հետո այս ճանապարհի միջով անցնում են, դա ցավոտ գործընթաց է, հեշտ տրվող գործընթաց չի, բայց գործընթաց է, որ պետք է արվի առաջին քայլը, երկրորդ, երրորդ, 10-րդ եւ գուցե, չգիտեմ, 1 տարի հետո մենք հանդիպենք եւ ասենք արձանագրենք թե ինչպիսի էական ուրեմն տարբերություն կա այդ պահի դրությամբ համեմատած այսօրվա, այսօր այդ էական տարբերությունը կա համեմատած 1 տարի առաջվա։ Այնպես որ շարունակելու ենք մենք որպես կառավարություն համենայն դեպս եւ խրախուսելու ենք այս քաղաքացիների միջև կապերը, այլ գաղափարներ եւս կան, թե ինչպես կարող ենք այդ ուրեմն երկխոսությունը զարգացնել։